Ժամանակաշրջանին հատուկ, ուրեմն հեռախոս ենք դրել, որովհետև բոլորս հիշում ենք ծմակու Հեռախոսը, որով լսվում է Մաթևոսյանական արձագանքը, սարտարապատում ներկայացված է թանգարանային նմուշի տեսքով։ Քանի ես կամ, ասում էր Մաթևոսյանը, ծմակուտը փոխվելու, մեծանալու, բազմամարդ է դառնալու։ Ծմակուտն իմ սերն է, իմ վերաբերմունքը, իմ տագնապը մարդու համար։ Ծմակուտը ես եմ, ասում էր մեծ գրողը իր իրական եւ հորինված գյուղի մասին։ Ահնիձորի մշակութային ժառանգությունն ամբողջությամբ կլանած գրողը մի առիթով ասել է, եթե սկսեին նորից, ոչինչ չէի փոխի։ Նշում է, որ մաչ եմ բռնել, պատվաստ եմ արել, խոտ եմ հնձել, շատ ինձ թվում է ինքը փառահեղ է բնութագրել եւ այդ հատվածը մենք ներկայացնում ենք։ Հրանտ Մաթևոսյանի 90-ամյակի առիթով Սարտարապատի հայոց ազգագրության թանգարանում ցուցադրություն է կազմակերպվել, որում արձակագիրը ներկայացվել է մշակութային ժառանգության, բնության եւ մարդու կապն ամուր պահող ստեղծագործողի տեսանկյունից։ Լոռեցու համու հոտով նրա մշակութային ներկապնակը հնարավորին լիարժեք ներկայացնելու համար հավաքածուից ընտրել են ցուցանմուշներ, որոնք առնչվում են Լոռվա մշակույթին։ Սկսել են հնագույն շրջանից։ Մեր թանգարանում է պահպանվում Լոռի Բերդի արտեֆակտների մի հրաշալի հավաքածու եւ մենք այստեղ հնարավորություն ենք տվել այցելուին, որ ինքը տեսնի այն առարկաները, որոնք երբևէ չեն ցուցադրվել։ Դրանք ներկայացում են Լոռի Բերդի հնագիտական շերտը։ Եվ այստեղ մենք կարող ենք տեսնել եւ խեցեղեն, եւ զարդեր, որոնք հենց այդ բնաշխարհում են ստեղծվել։ Իսկ գեղարվեստական գործվածքի հավաքածուից առանձնացրել են վաղ շրջանի գորգեր, կարպետներ, կենցաղային առարկաներ։ Օգնել է նաև գրողի որդին Դավիթը թանգարանին նվիրելով Մաթևոսյանի Ահնիձորի հայրական տան լուսանկարները գյուղական համեստ կենցաղով եւ հարուստ կոլորիտով։ Հանճարների մեջ շատ է այդպես հանդիպում, որ նրանք խորանում են իրենց աշխատանքի, իրենց շրջապատի մեջ ու ուրիշ բանի ուշադրություն չեն դարձնում։ Ինքը, ասենք, ամբողջությամբ արվեստի մեջ մտած ֆենոմեն է, էլի։ Շատերի համար կարևոր չի շքեղ կենցաղը։ Ինձ համար էլ կարևոր չի շքեղ կենցաղը։ Որ հնարավորություն ուներ, կարող էր, իհարկե կարող էր։ Շատերը կարող էին սովետից գնան եւ ուրիշտեղ շատ շքեղ ապրեին, լավ ստեղծագործեին, բայց չգնացին։ Մաթևոսյանի թողած ժառանգությունը թանգարանացնելը սերունդներին կրթելու կարևոր գործիքներից է, կարծում է թանգարանի տնօրենը, բայց եթե գրողը ողջ լիներ, իրեն հատուկ համեստությամբ անկարևոր կհամարեր նախաձեռնությունը։ Կասեր դե բանը գտել անում եք էլի, բայց իրականում տարիների խորքից երևում է մարդու մեծությունը։ Մաթևոսյանի մասին ինչքան ասես, այնքան ասելիք կա։ Համեստություն ուներ իր մեջ ինքը տենց։ Ինչքանով հասկացել եմ Հրանտ Մաթևոսյանին ես։ Կազմակերպիչներն արխիվային բացառիկ հավաքածուից առանձնացրել եւ ցուցադրության են ներկայացրել 30-ից 60-ական թվականների Լոռվա խաղաղ աշխատանքը, կալը, խոթունձը, բերքահավաքը, փորձել են ստանալ մեծ աշխարհի այն անկյունը, որը Հրանտ Մաթևոսյանն է ծնել։ Հայկուշ Ասլանյան, Հայկ Պետրոսյան, լուրեր։